Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արմենակ Աբրահամյան Քարինտակին ճակատագիրը ժամանակավոր է։ Մենք մեր հայրենիքը թողոլական չենք։ Լրանմատի ձեռնարկաբերդում հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պեցման 57 տարին։ Շարլ Ազնավուր հայկական արմատներով համաշխարհային լեգենդ։ Վերհվատում ենք Աստված մեզ ուղենիշ այնում։ Նույնա Սողոմոնյան Այաս Արևմտյան Հայաստանը ոսկե նավահանգիստը ժամանակակից լռությունների մեջի։ Գրգորի թեփը լեռը անծանոթ գանձ Արևմտյան Հայաստանում Արևմտյան Հայաստանը ներկայացուցիչը Քեցալա Խաչատուրաբովյանի տուն թանգարան Բաքվում սկսվալա Ստեփանակերտում իբր ահաբեկչության փորձ կատարած Կարեն Ավանեսյանի դատավարությունը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը Western Armenia TV-ին տված հարցազրույցին վաղտը անդրադարձավ Քարինտակի պատմականների ներկայիս վիճակին ու հայ ժողովրդի իրավական ու ազգային պայքարին։ Պարոն Արմենակ Աբրահամյանը հիշեցրել էր ինքը անձամբ երկան տարիներ ծառայել Շուշվա հատուկ ուժերում ու շատ լավ ճանաչման Քարինտակը։ Իմ զինվորներից մի մասը Քարինտակի տղեր քնել շենը ծանր հարվածներ ստացալ, որովհետև Շուշվա թորք ազերական ուժերը մծ վնասներին հսցրալ բնակչությանը։ Արմենակ Աբրահամյանը ասել Սոր Քարինտակը ժամանակավորապես գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակին, սակայն այս վիճակը մշտական չի ինյակա։ Մենք շատ լավ ենք գիտում վեր սա անցողիկ է։ Վերհալան ոչնչացված 2 միլիոն հայ զոհված արյան դիմացայությունը շարունակում է գոյություն ունենալը, նշանակում է կա նաև ուժ պաշտպանելի հայրենիքի իրավունքը։ Արմենակ Աբրահամյանը գծալավ էր Արցախը ու Հայաստանը կապը երբևէ այսքան խորքային ու գիտակցական չի լալ։ Տարիներ շարունակ որոշ կեղծ կազմակերպություններ փորձել իսնել հայ ժողովրդի ներկայացնին որպես անհայրենիք ազգ, բայց ցույցկարից այդ բառը ասից Արցախցի մարդուն։ Արցախցին յուրան տոնը, յուրան վղը, յուրան հայրենիքը արյան գնավա ճինենչալ։ Ինքը պատրաստ է յուրան իրավունքը պաշտպանելի։ Արմենակ Աբրահամյանը խստորեն քննադատալ այն քաղաքական շրջանակներին, վեր փորձում են Արցախը ներկայացնին որպես Բաքվի անբաժան մաս, անտեսելա միջազգային իրավունքը։ Նման հայտարարությունեն վեճ մի լեգիտիմ հիմք օնին վեճ։ Պատերազմից հետո մեր ազգի գիտակցությունը փոխվել է, մեր ժողովուրդը վիրավորվել է, բայց կոտրվել չի։ Ես ինքս էլ իլյալում վիրավոր զինվոր, բայց այդ վերքերը մեզ կոտրալ չն։ Դրանք մեզ սվրցրան թե ինչ արժեք ունի հայրենի վղը, վիրավոր զինվորն էլ կաղնում է, շարունակում է պայքարելը, որովհետև դա մենակ յուրան կռևը չի։ Սա ժողովրդի գոյության պայքարն է։ Արցախը զինվորը սոյել պատրաստ է պաշտպանել յուրան հայրենիքը։ Արմենակ Աբրահամյանը նշել էր Արևմտյան Հայաստանը հարցը ազգային իրավունքներն հայրենիքի ազատագրումը մնականն հայության օրակարգումը։ Մենք երբեք վխլական չենք մեր տարածքներն, մեր ընտանիքներն ու մեր ժողովրդին պաշտպանելուց։ Մեր պայքարը շարունակվում է Արցախը մինչև Արևմտյան Հայաստան։ 1967 նոյեմբերի 29-ին Պեցվալա հայ ժողովրդի պատմական հիշողության կարևոր կոթողոցի ձեռնարկաբերդը հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրը։ Տեռալա առաջին պետակամակարդակով ձևակերպված լուր, բայց հզոր հայտարարությունը մծ եղերնի զոհերի հիշատակը հավերժացնելի ու համազգային ցավը աշխարհի ներկայացնելի մասին։ Հուշահամալիրի կառուցման նախաձեռնությունը կապվում է ՀԿԿ Կենտկոմի Պերվի քարտուղար Յակով Զարոբյանին անունին հետ։ Ինքը 1960-ականներին խորհրդային գաղափարական սահմանափակումներ շրջանցել սկսալա ցեղասպանության 50-ամյակի միջոցառումների կազմակերպումը ու հուշարձանի ստեղծման գործընթացը։ Զարոբյանը անձամբ բանակցալ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պայքարելով նախագծի թույլտվությունը ստանալի հետի։ Մրցույթում ընտրված ճարտարապետ Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի նախագիծը համադրալա 3 հատ հիմնական տար՝ բիդահավերժության կրակը խոնարհված 12 բազալտե մույթեր, որպես զոհերի դամբարա, վերխոյացող հուշասյուն, վերածնդի խորհրդանիշ ու հուշապատ հիշողության շղթա։ Շինարարությունը տառալա համաժողովրդական կամավորներով, ուսանողներով ու մխիլյա քաղաքացիներով։ Հուշահամալիրը 1967-ի նոյեմբերի 29-ին ու արագ տառալա ամբողջ ազգի հոգևոր կենտրոնը։ Սորցի ձեռնարկաբերդը մնամ հայերի միասնականության, հիշողության ու պատմական արդարության ժայռագուն խորհրդանիշը։ Շարլ Ազնավուրը էնարվեստագետներանա վերյունց անունը վաղուց դուսի եկալ երաժշտության սահմանները ու տառալա ազգային ինքնության խորհրդանիշը։ Հայ գաղթականների ընտանիքում ծնված ինքը գրեցալա ոչ միայն նվաճ է ֆրանսիական շանսոնի բեմը, այլև փոխալա աշխարհի պատկերացումը հայ ժողովրդի մասին, սրբելով հայկական անունը հնչեղ ու հպարտորեն ներկայացվող։ Ազնավուրը մծացալա Փարիզ, մանկուց կլանելով արվեստը, թատրոնա, երաժշտությունը, յուրան սյասի ճինանչելի է տռալ միանգամից, տռալա հոգու անկեղծ խոսք, սիրո, ցավի, պայքարի ու հայրենիքի թեմաներով։ Ինքը համագործակցալա Էդիթ Պիաֆի հետ, երգալա ամենամեծ բեմերը մգրավալա Քարնեգի հոլը, ծախալա ավելի քան 200 միլիոն ձայնասկավառակ ու ընդգրկվալա աշխարհի տասնամյակների ամենացանկալի երգիչների շարքումը։ Բայց յուրան ամենամեծ ուժը հիշեցնում է մի հատ բեն՝ հայ ինելը։ Ազնավուրը երբեք կտրվալ չի յուրան կապերան,
յուրան արմատներան, հանդես եկալ ֆրանսիական դիմադրության կազմը, պաշտպանալա հայկական հարցը միջազգային հարթակներում, Սպիտակի երկրաշարժանի ետը առաջիններից այլ վերհսալա Հայաստանին, ստեղծալա Ազնավուրը Հայաստանի հետի հիմնադրամը նպաստելով բնակարանաշինությանը, առողջապահական ու կրթական ծրագրերին։ Ինքը օրինակ ատրալ սերունդների հետ յուրան հաստատակամությունավը, աշխատանքային մշակույթավնա մարդկային պարզությունավը, Ազնավուրը մերժելիս այլ արհեստական փառքը, ընտրելիս այլ մաքուր արվեստանկեղծությունը, յուրան երկերի տռալն կամուրջ միացնելով աշխարհասփյուր հայերին, իսկ յուրան կերպարը տռալա հայկական տոկունության կենթանի արտահայտությունը։ Սորվեր հիշմունք Շարլ Ազնավուրին հիշմունք ոչ միայն լեգենդար երգչին, այլև մեծ հայրենասերին վերապացուցալա, եթե պահպան մսարմատներդ կարիս դռնաս համաշխարհային լեգենդ։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրը հայակվե քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այլել 5 տարեկան այլ վերսկսալա Արցախյան շարժումը։ Ակտիվ մասնակցալա Վանաձորում տեղ ունեցող ցույցերին ելույթ ունեցալ պահանջելով ՍՄԿԿ կենտկոմից Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Տղաները սկսվել իրեն հետաքրքրությունը Արցախի նկատմամբ։ Մեղադրում է, ինչու ավելի վաղ չի քեցալ Արցախ։ Ըստ դրան պայքարը Արցախի հետ շարունակվում է, անկախ նրանից վեր հայաթափված է Արցախը։ Միջերկրականի ափին գտնվող հնագույն հայկական այասը միջնադարում հայտնի էր որպես Արևմտյան Հայաստանա ոսկե նավահանգիստը, կարևոր կանգառ Մետաքսի ճանապարհին երամ։ 12-ից 14-րդ դարերում տարալա Կիլիկյան Հայաստանի ամենամեծարևտրային կենտրոնը շտեղ համագործակցելիս էր վենեդիկցի ու գենուացի վաճառականն, ստղից աշխարհատուս եկալ Մետաքսը, համեմունքներն ու թանկարժեք ապրանքներն։ 1347-ին քաղաքը նվաճվել է մամուկների կողմից ու կամաց կուրցրալայության դերը 1515-ից ցանկացալ Օսմանյան վերահսկողության տակ, իսկ վերջին հայերը արևահամ այս ափերան քեցան 1921-ին։ Սոր Այասի միջնադարյան ամրոցի մնացորդեն կանգնած են ժամանակակից Յումուր թալոքի կողքին որպես վերջին վկանեն հայկական ծովային փառքի։ Արևմտյան Հայաստանասրտում Կարինա նահանգին ծմակավ լցված լեռները մկաղնածա Գրգուր լեռը, հայկական լեռնաշխարհի խրիկ ուսումնասիրված, բայց պատմական ու բնապատմական մծարժեք ունեցող գագաթների մինը։ Գրգուր լեռը գտնվում է Օլտի քաղաքի մոտ 14 կիլոմետր հարավարևմուտք Սիվրի լեռնաշղթայի հյուսիսարևելյան ծայրամասում։ Լեռը առանձնանում է խիտ անտառապատ լանջերավնա, վայրի բնության հարուստ բազմազանությունով։ Տարածքը դարեր շարունակ իլել է հայկական բնակչության բնակամիջավայրը, արոտավայրերը, անտառային շերտերով ու ռազմավարական բարձունքներով։ Գրգուր լեռը հիշատակվում է նաև տեղաբնիկ հայերի հիշողություններում որպես հանգրվան, որսատեղի ու բնության պաշտամունքի վայր։ Սոլ լեռը գտնվում է Թուրքիա օկուպացիայի տակին, բայց շարունակում է մնալ հայկական լեռնաշխարհի պատմական ու աշխարհագրական ամբողջականության մասը։ Գրգուր լեռը հունց Արևմտյան Հայաստանը այլ մխլա բարձունքները պահպանում է լուր պատմությունը երբեմնի հայաբնակչներին, լեռնային արահետներին ու բնության խաղաղ համակեցության մասին։ Այսօրերս Արևմտյան Հայաստանը մեր ներկայացուցիչը քեցալ ազգային ինքնության ու մշակութային ժառանգության եզակի վայրերամինը Խաչատուր Աբովյանի տուն թանգարանը շտեղ ինքը ստացալ ջերմընդունելություն տուն թանգարանի տնօրենի ու անձնակազմի կողմից։ Թանգարանի տնօրենը պատեհ ներկայացրալ առավել քան 3 դարյա տոհմի պատմությունը, կիսվալա դարաշրջանը բնութագրող պատմամշակութային արժեքավոր իրերի մասին տեղեկությունները, պատմալա հայ մեծանուն լուսավորչի կյանքի մասին, հանրության ավելի խրեկ հայտնի դեպքերն, խոսալա վերք Հայաստանի խորքային նշանակության մասին։ Հիշեցնենք վեր Խաչատուր Աբովյանը 19-րդ դարի հայ մեծանուն գրող, մանկավարժ, բանագետ, ազգագրագետ, հայագետ այլեր։ Յուրանկիրայից վերք Հայաստանի պատմական վեպը դասվում է այնպիսի հայ ազգային ոչ նյութական ժառանգությունը կրող հուշարձանների շարքին, ինչպիսիք են Մովսես Խարունացու հայոց պատմությունը, Նարեկացու Մատյան ողբերգությունը։ Փաստինֆո օկուպացված Ստեփանակերտում 2025 թվին իբր թա հարձակման հետի ձերբակ կալված հայազգի Կարեն Ավանեսյանի դեմ քրեական գործը ուղարկվալա դատարան, հայտում է Բաքվի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2025 թվականի սեպտեմբերի 14-ի միջադեպին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների 1967 թվին ծնված Կարեն Ավանեսյանը իբր թա ինքնաձիգա փորձել է Մուտիկանա Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, հետո իբր թա ինքը ավտոմատը իհրազենից անկանոն կրակապեցրալ, մոտեցավ ոստիկանների ուղղությունով, հետո իրանց իրան նետալա ձեռքի նռնակն է։ Կարեն Ավանեսյանի մեղադրանք առաջադրվալ Բաքվի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, մինչդեռ Ստեփանակերտ քաղաքը օկուպացված է Բաքվի իշխանությունների ու իրանց ոստիկանության կողմից։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստած, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։